Սիմոնյան, այսօր վաղ առավոտից ձեր շտաբում հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություն էր իրականացնում, ձեր ավականու անդամներից մեկին տեղափոխել են հակակոռուպցիոն կոմիտե, նախ կխնդրեմ ներկայացնեք իրավիճակը այս պահին, արդյոք ավարտվել է խուզարկությունը եւ ինչ տեղեկությունն եք Էմմա Գրիգորյանից։ Մեր ունեցած տվյալներով մոտ 12 բերման ենթարկված կա եւ ավելացնեմ, որ Գյումրիու մեջ են իրենք, տեղեկություններ ստանում ենք ուրիշների միջոցով, ավականու անդամ Էմմա Գրիգորյանին արդեն բաց են թողել, ոչ մի բան չհայտնաբերելով, ոչ մի ապացույց չունենալով, որևիցե ձայնագրության մեջ չունենալով հիմք, որ կարող է հիմք ծառայել նաև ինչ-որ վարույց սկսելու համար եւ մեր կողմից արձագանքը եղել է իրենց, որ դուքել եք մեր եղբայրները եւ քույրերը, մի փորձեք մտնել այդ դաշտ, որովհետեւ հենց դա է պարակտում մեր ազգը, մեր երկիրը, մեր քաղաքը, յուրաքանչյուր երթի ժամանակ ես կոչ եմ արել, որ նույն կպնդրող անձնավորությունները մեր եղբայրը, մեր քույրը եւ մեր այս բարի, մեր այս ժպտերես իրենց հասցեին լավ խոսքերից հետո իրենք նմանատիպ պահվածք են դրսևորում, որը շատ դատապարտելի է։ Երեք նույնիսկ մեր երթի ժամանակ մարզպետարանի աշխատողներին եմ կոչով դիմել, որ դուք էլ միացեք մենք ձերն ենք, դուք մերն եք, ու այսօր առավոտ լուսադեմին տեսանք ես իրենց վայրագությունները եւ երիտասարդ աղջկան իր երկու անչափահաս երեխաների աչքի առաջ եւ իրենց ստրեսի ենթարկելով տեղափոխում են Երևան։ Իսկ այդ 12 բերման ենթարկվածներն են ավականու անդամներ, թե կապ չունեն։ Համակիրներ են, մեր համակիրներ են, ովքեր մեր գրասենյակ մուտք ու ելք ունեն, հենց իրենց բանը, որ կոդրեն մեր համակիրների ոգին, բայց ես զգում եմ եւ նկատում եմ, որ ել ավելի են մեր համակիրները ոգևորված, այսօրվա հավաքը վգա, ել ավելի են իրենց ձայնը բարձրացնելու, ել ավելի շատ երիտասարդներ են միացել մեր թիմին այս մի քանի ժամվա ընթացքում եւ ամբողջ քաղաքով կոչ են անում, որ հետնան չկա, գնում ենք առաջ, գնում ենք հաղթանակի եւ ամսի 30-ին արձանագրելու ենք այդ հաղթանակը։ Սիմոնյան, այսօր քաղաքացիական պայմանագիրը այս թեմայով, հակակոռուպցիոն կոմիտեում քննվող գործի շրջանակներում բերման ենթարկվելու նաև ձայնագրությունների վերաբերյալ ասուլիս էր հրավիրել, նշելով, որ այն մարդիկ, ովքեր օրենքի խախտում թույլ կտան, պետք է իրավապահների ձեռքում հայտնվեն։ Մենք նաև հարց հղեցինք, որ իրենք թիրախավորելուց էին խոսում, ինչպես է ստացվում, որ նույն օրինակ Կարեն Սիմոնյանի լուսանկարներով իրենք գովազդներ են միացնում ու օրինակ ասում են, եթե ընտրես Կարեն Սիմոնյանին, Ռուբեն Մխիթարյանին եւ մյուսներին ընտրում ես ձայն ես տալիս Վարդանիկին կամ օրինակ օգնում եք, որ իշխանության գա Ռոբերտ Քոչարյանը, իրենք ասում են, ով չգիտի, որ այդ ուժի ներկայացուցիչներն են ու եթե օրինակ ասոցացնում են Ռոբերտ Քոչարյանի հետ կամ Սերժ Սարգսյանի հետ, դա թիրախավորում է։ Իրենց երազանքն է նորից նույն նախկին ներկա շինծու թեզը բերել առաջ, գյումրեցիներին աբակոմնորոշել եւ փորձել այդ պղդոր ջրում ցուկ որսալ։ Նորից եմ կրկնում, Նիկոլ Փաշինյանի զգայարանները շատ լավ են աշխատում, զգում է, որ հողը ոտքերի տակից իրենց կուսակցության փախչում է եւ փորձում են ամեն այդ իրանց խժդժությունները մեջ բերելով առավելություններ ստանալ, բայց հակառակ ռեակցիան է տվել, ել ավելի են մեր համախոհները, մեր երկրպագուները շատացել, երեկվա մեր երթի ընթացքում իրենք զգացին բնական ճանապարհով ինչպես են քաղաքացիները ողջունում մեզ, ամենուր եք ժպիտեր, ամենուր եք սերեր, փոխադարձ հարգանք եւ մթնոլորտի փոփոխություն։ Մենք մեր կազմով, մեր թիմով բերելու ենք այդ փոփոխության հասնելու յուրաքանչյուր ուղի եւ այս պահին մենք կառուցում ենք փոփոխության եւ ամենալավի տարբասների շինարարությամբ։